Վահագ, էլի սկսեցիր դատարկ խոսալ, հերիք չի դու փորձես ժողովրդին բժշկցնես։ Ժողովուրդ ջան, այս երիտասարդը երեք անդրադարձել է հեծի 2 պայմանագրի, հեծը 127,000 դրամով կավտոկայանատեղին տվել է վարձով և 12 միլիոն դրամով վերցրել է մի այլ տարածք։ Այս երիտասարդը չի հասկանում, որ մի փոքր տարածք հեծը տվել է և 10 անգամ ավելի մեծ տարածք վերցրել է, բայց ամենակարևորը, այդ ծախսերը չեն մտնում սակագնի մեջ, մեր ձեր լույսի փողի մեջ չեն մտնում։ Ինչ է դուրս գալիս, որ Սամվել Կարապետյանը 140 միլիոն դրամ իր անձնական միջոցներից ծախսել է և հեծը օգտվել է։ Այստեղ հարց է ծագում, փոքրիկ խմբակը իրենց շատ անդամներով, որ հավաքվեն կպնեն իրար 140 միլիոն դրամի պետության համար որևիցե մի դրական բան արած կան, իհարկե չկան։ Պոնջ, այդ պարգևավճարները, որ դուք ստանում եք, մարդ չի հասկանում, թե որ ձեր արժանիքի համար եք ստանում։ Ժողովրդի կյանքում որևիցե մի բան փոխվել է։ Գները թանկացել են, սոցիալական վիճակը ավելի ծանրացել է, գնալով ավելի ցոփ ու շվայտ կյանքով եք դուք ապրում։ Այ դրա համար ենք ասում, գալու է ժամանակ, շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդով և մեր հանրությունը ապրելու է շատ երջանիկ, սոցիալապես ապահով և ունենալու ենք էժան գներ ամբողջ շուկայում։